Բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 16-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Այսօր ազգային ժողովում կառավարության հետ հարցոպատասխանի օր էր։ Ընդդիմությունը չէր մասնակցել, նշանակում է հարցեր չկան նենց իրանց կողմից տրվող սուր, որպես կանոն միշտ նույն հարցերը տրվում են նույն պատասխանները, բայց ուզենք թե չուզենք պետք է անդրադառնանք, այս անգամ բոյկոտել էին, երևի չէին ուզում Փաշինյանի ձայնը լսեն, իրանց թվում է մեր ուշքը գնում է Փաշինյանի ձայնը լսելու համար, բայց մոռանում են մի հանգամանք, որ օրվա իշխանության գործունեությունից ու անգործությունից է կախված մեր կյանքի որակը, մեր երկրի ապագան։ Այսինքն ուզենք չուզենք մենք դրան պետք է անդրադառնանք եւ ուզենք չուզենք պետք է գնահատական տանք անկախ նրանից դա մեզ դուր է գալի թե չէ, որտեղ հասարակությունը պետք է իմանա այն գնահատականը, որը տալիս է կողմնորոշվի եւ դա չի վերաբերում միայն վարչապետին։ Բնական է հասկանում եք, որ 10 անգամ ավելի շատ ես ինֆորմացիա եմ կարդում, որ դրանից ծաղկաքաղ անեմ ձեզ ներկայացնեմ այն, որի մասին մենք ասելիք ունենք, որը մեզ վերաբերվում է, որը այս աշխարհի զարգացումների հետ կարևոր է, թե չէ այնքան ինֆորմացիա կա, այնքան հանրամատչելի ալիքներ կա, հո բոլորի խնդիրը մերը չի։ Դրա համար այսօր ընդհանրապես հարց չկար, իշխանության ներկայացուցիչներն էլ տարաբնույթ տենց հարցեր տվեցին ու դրանով ավարտվեց։ Բայց այնպես չի, որ կարոտ մնացենք Նիկոլ Փաշինյանի մտքի գոհարները լսելուց, այսօր ինքը առավոտյան հասցրել էր ազգային ժողովում հանդես գալ եւ երկու հարցի վրա ուղղակի անդրադառնամ ու անցնենք աշխարհաքաղաքական իրադարձություններին։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը, նորից կարդալով այն, ես ասել եմ իմ կարծիքով այդ տեքստը նրա մասին է, Հայաստանի անկախ պետականություն չի կարող լինել։ Եթե սա ասում եմ, հետևաբար չեմ կարող ասել, նոր սահմանադրության տեքստում պետք է լինի հղում անկախության հռչակագրին։ Ընդհակառակը ես կարող եմ ասել իմ կարծիքով նոր սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում անկախության հռչակագրին, բայց որոշողը հայ ժողովուրդն է, իսկ կողմ եւ դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են, հայտարարել է Փաշինյանը։ Այսինքն վերջապես ինքը խոստովանեց, որտեղ այս ամբողջ ընթացքում ասում էին, որ սահմանադրական հանձնաժողովը, որ աշխատում է, նախաբանը չի էլ քննարկում, ընդհանրապես այդ հարցը չի էլ քննարկվում, այնպես ներկայացնելով, որ իբր թե չի քննարկվում, այսինքն դա մնալու է։ Պարզվում է չի քննարկվում, որովհետև արդեն Նիկոլ Փաշինյանը հանել է, ուղղակի սպասում էր հարմար առիթի, որ դա մեզ ասի։ Իսկ հարցը ծագում։ Լավ, հիմա երբ որ ինքը ասում է, որ նախաբանի անկախության հռչակագիրը պետքա չլինի։ Հիմա հարց, բա Ալիևը պարբերաբար եւ ոչ միայն Ալիևը, Ադրբեջանի պաշտոնյաները ուղակի պնդում են, որ մինչև սահմանադրության նախաբանի չհանվի անկախության հռչակագիրը խաղաղության փաստաթուղթ չի ստորագրվի։ Եվ հիմա այնպես ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը պարբերաբար ասում էր, որ սահմանադրական փոփոխությունը մենք ենք որոշել, դա բացարձակ կապ չունի Ադրբեջանի պահանջի հետ, դա մեր ցանկությունն է, մեր ներքին օրենսդրությունն է, ինչ գործ ունի Ադրբեջանը, մենք իրան չենք լսելու։ Եվ ինչ ստացվեց։ Ստացվեց այն, որ 2004 թվականի փետրվարի 1-ին հանրային ռադիոյում Նիկոլ Փաշինյանը, երբ որ ասեց սահմանադրության նախաբանից եթե չհանենք անկախության հռչակագիրը, ոնց որ ճանապարհով գնում ես երկու կողմից ցլերը կհարձակվեն, ինքն է կարվի զգեստով էր, ցլերից շատ վախեցած, այդ մասին պարբերաբար հիշում ենք, որ հանկարծ չմոռանանք ինչից է սկսվել։ Այդ ժամանակ հասարակությանը վախեցրեց, այդ ժամանակ ես առիթ ունեցել եմ իմ կարծիքը հայտնեմ, շնորհակալ եմ նաև ձեզնից, որ ըմբռնումով եք մոտեցել եւ կատեգորիկ դեմ եք սահմանադրությունը փոխել Ադրբեջանի պահանջով։ Եվ այդ մթնոլորտը, որը երկրում տարածված էր, դա հասավ իշխանությանը եւ հասկացան, որ ի վիճակի չեն դա փոխել։
փոխեցին խոսույթը եւ ասեցին ինչ կապ ունի դա այդ մենք ենք փոխելու ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չէ բայց չմոռանաք երբ որ ինքը նախաբանից ասում էր անկախության հռչակագրի մասը պետք է հանենք այլապես պատերազմ կլինի անմիջապես Նիկոլ Փաշինյանի սազանդարները էլ հերոստալիկ ու լրատվական չթողեցին որ գնան պաշտպանեն Նիկոլ Փաշինյանի տեսակետը որ այո եթե մենք խաղաղություն ենք ուզում պետք է անկախության հռչակագիրը հանենք Բայց հետո երբ որ հասկացան իրավիճակ փոխվեց Նիկոլ Փաշինյանը հետ քայլ արեց որ չէ ինչի մասին է խոսքը այդ մենք ենք անելու արդեն էդ էլ փորձեցին նենց լղոզեն որ անցնի բայց հիմա տեսեք արդեն հստակ ասում է այո դրանից առաջ էլ ասեց որ սահմանադրությունը պետք է լինի ռեգիոնալ իրավիճակը գնահատի այսինքն սահմանադրությունը բխի խաղաղության պայմանագրից абսուրդագույն մի հատ մոտեցում դրա մասին երեկել եմ խոսել շատ եմ խոսել չեմ ուզում շատ խորանամ բայց ուղղակի այսպեսի մի բան նայենք լավ Փաշինյանն ասեց պետքա սահմանադրությունից նախաբանը հանենք անկախության հռչակագիր բայց հասարակության մոտ չընկալվեց ինչու Ադրբեջանը երբ որ հանձնարարել էր Փաշինյանին այնուամենայնիվ սահմանադրությունը փոխել շարունակում է պնդել որ ես պնդում եմ որ դու պետք է փոխես ինչի չի թողում որ Նիկոլ Փաշինյանը մեզ համոզի խափի թե ժողովուրդ ջան դուք չեք կարդացել անկախության հռչակագիրը դուք որ կարդաք կհասկանաք դա ընդհանրապես պետականության մասին չի ախր հասկացեք դա դրա համար պետք է փոխվի իրան թվում է թե ինչ որ մեկը դրանից խափվում է բայց հարցը ծագում ինչու Ալիևը չի թողնում որ Նիկոլ Փաշինյանը մեզ խափի Պատճառը որն է պատճառը մեկն է իրանք պարզ ասում են մենք չենք ուզում պայմանագիր կնքենք Փաշինյանի հետ մենք ուզում ենք պայմանագիր կնքենք Հայաստանի հետ այսինքն իրանք կարող են Փաշինյանին ստորացնել դա նորմալ է դա լրիվ նորմալ է բա վաղը որիշ իշխանություն գա բա որ ժողովուրդը չհանդուրժելով Փաշինյանին բերի ուրիշին իշխանության հետո ժողովուրդը այդ մարդուն պատվիրակի որ ասի պետք է նախաբաննել լինի պետք է էսել լինի պետք է լինի բա Ադրբեջանն ինչ է անում իսկ ինքը ինչ է ուզում ասма Նիկոլ Փաշինյան ես քեզ հանձնարարում եմ որ դու ասես սահմանադրության նախաբանը պետք է փոխենք հաշվի առնելով խաղաղության պայմանագիրը որպեսի եթե դու ընտրությունից առաջ այդ սահմանադրությունը ներկայացնում ես եւ ժողովուրդը գնում է քեզ ձայնա տալիս այսինքն իդեմս քեզ ընտրելով Ես ստորացնում եմ հայ ժողովրդին կապ չունի որ մասնաընտրությանը մասնակցե եթե դու գնում ես նորից Նիկոլ Փաշինյանին ընտրում ես թեկուզ մի մասը բայց նրան կարգում ես երկրի ղեկավար բոլորի ղեկավար այդ դե նեղանալ մի կողմ քաշվելով չի ես իրան չեմ ընտրել քեզ չես ընտրել բայց նրա վարած քաղաքականության ենթարկվում ես ուզես թե չուզես որտեղ որ ենք անդոմում որը տարածում է նաև քո վրա այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ ներկայացնում է Այս սահմանադրությունը եւ դու գնում ես ընտրում ես իրան դու համարում ես որ Ալիևը ստորացրել է հայ ժողովրդին եւ հանգիստ կարող է ասի ես կարող եմ վարվել այդ ժողովրդի հետ այնպես ինչպես ուզում եմ բա որ դուք գիտեիք Փաշինյանն ինչ անում ինչի գնացիք ընտրեցիք որտեւ իրան պետք է ժողովրդին կոտրի իրան պետք չի Փաշինյանին կոտրել Փաշինյանը կոտրված հանգիստ գայթակղված Եվ որևէ խնդիր ինքը չունի Փաշինյանի հետ բայց խնդիր ունի որ ժողովուրդը մեկ ուրիշին որ բերի Նրանք շատ լավ ուսումնասիրում են հասարակական տրամադրությունները գիտեն ատելությունը ինչ մակարդակի է հասել նաև ուսումնասիրում են որ Գյումրու ընտրություններում կարող է ընտրվի մեկը որը որ ընդհանրապես ոչ մի տրամաբանություն չկա հասկանում են որ ինչքան է զզվում ժողովուրդը Փաշինյանից որ Փաշինյանից պրծնելու համար պատրաստ էր անգամ նման ընտրություն կատարել ու նաև սպասացնել չտվեց անմիջապես հայտարարեց որ Հայաստանը պետքա միասնական պետություն դառնա Ռուսաստանի հետ չեմ ուզում շատ խորանամ այդ թեմայի հետ բայց դուք լավ գիտեք որ դա սահմանադրության խախտումը Հայաստանն ինքնիշխան պետություն է նման հայտարարությունն արդեն պետական հանցագործություն է բայց պետական հանցագործություն այդ որ Ռոբերտ Քոչարյանն ասում է շատ դատեցին որ հիմա էլ մյուսին անեն այսինքն դա կապ չունի դա փաստ է որ ընդհակառակը Նիկոլ Փաշինյանի շահերից է բխում որ ասի այ չընտրեցիք տեսակ ով ընտրվեց երկիրն ուզում է տանի Ռուսաստանին միացնի չի աշխատում է սխեման Ադրբեջանը ուսումնասիրում ասում է մինչև ես հայ ժողովրդին չկոտրեմ
ուրեմն ես չեմ կարող իմ ուզածը անել։ Այսինքն սա խոսում է նրա մասին, որ ձեզնից է կախված, ձեր ընտրությունից է կախված։ Չասեք հանկարծ մենք դեմ ենք սահմանադրական փոփոխությանը, բայց ընտրում ենք Փաշինյանին, որ նախկինները չգան։ Եթե ընտրում ես Փաշինյանին, դու կողմ ես սա։ Նույնիսկ եթե հանրակրվեի ժամանակ դեմ քվեարկես, արդեն դուք որոշումը կայացրեցիք։ Ինչի՞ է Փաշինյանն ասում պարտադիր պետք է մինչև առաջիկա ընտրությունները մենք սահմանադրություն ունենանք մեր ձեռքում։ Դրանով է ինքը ուզում գնա ընտրության։ Այսինքն ձայն տալով իրան դու ձայն տալիս այս սահմանադրությանը, իսկ սահմանադրության ամբողջ իմաստը դա է, հանելով նախաբանը, հանելով պահանջատիրությունը, դրանով դու լրիվ մանավանդ Փաշինյանն էլ ասել է, որ կասկածի տակը, հստակ ասել է կասկածի տակ 91 թվականից ենք անցնել։ Ինչու ինքը 2021 թվականի ընտրությունից առաջ չասեց, որ Արցախը հանձնած է, 2021-ի ընտրությունից առաջ չգնաց, ստորագրեց Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, բա ինչ դասագրքերով ընտրության գնալ։ Այդ անգամ ինքը պետք էր որ ասի դավաճանեցին, դրա համար մենք պատերազմը պարտվեցինք, քրեական գործեր ենք հարուցել, եւ հետո ինքը արդեն երբ որ ընտրվեցին վերջացավ, ասեց ժողովուրդը պատերազմի պարտությունից հետո ինձ տվեց խաղաղության մանդատ, այլապես չէր ընտրի։ Ժողովրդի վրա գցեց պարտությունը։ Այ դրանից հետո նոր հայտարարեց, բա գիտեք ժողովուրդ ջան, որ պատերազմը չլիներ, ով կհամաձայնվեր, որ ես դա զիջեի։ Բա դա ինչ էր բացահայտում ընտրությունից հետո, որովհետև ընտրությունից առաջ որ ասեիր, խնդիր կունենայիր։ Հիմա նույնն է, ինքը այսօր ընտրությունից առաջ Ալիևը հանձնարարել է, որ բացահայտի քո ծրագիրը, որ եթե ժողովուրդը համաձայն է, նշանակում է ժողովուրդը համաձայն է այդ զիջումներին, որովհետև ինչ է ստացվում, անկախության հռչակագիրը 90 թվականին ընդունված պետություն չունենալու դեմ է, ավելի աբսուրդ բան չեմ պատկերացնում։ Իսկ մի առիթ եղել է, մի անգամ մանրամասը ձեզ ներկայացրել եմ, երկրորդ անգամ ամբողջական տեքստը չներկայացնեմ, բայց Նիկոլ Փաշինյանը թող ասում է, որ կրթվելը լավ է, էլի նորաձև է, մա թող նստի մի հատ ինքը Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը կարդա 1776 թվականի հուլիսի 4-ի։ Լավ մի հատ տեսնի ինչի մասին է այդ անկախության հռչակագիրը։ Այդ պետություն ստեղծելու ինչի մասին է խոսքը, ինչ կետերից է բաղկացած։ Այդ անկախության հռչակագիրը կարդալու դեպքում եւ դրան գնահատական տալ 2025 թվականին ասել, այս հռչակագիրը պետություն չունենալու մասին է, առնվազն պետքա լինել Նիկոլ։ Առնվազն։ Նույնիսկ նիկոլական հնարավոր չի, լոտ նիկոլականներն էլ էլի ոչինչ, քչի չաթից ուղղ ունեն, որ մի քիչ ուրիշ տեղ են ելնում, հրապարակային չի ելնում, ասում են դզզվել ենք, ինչ անենք, բա ինչ անենք։ Այնպես չի, որ իրանք իդեալական ընդունում են։ Մատների վրա կարելի է հաշվել այդ մարդիկ, ովքեր նաև հիացած են։ Մյուսները ուղղակի ցույց են տալիս, որ հիացած են։ Այսինքն սա է հարցը, ինչի մասին է խոսքը։ Եվ դրա համար սա խոսում է նրա մասին, որ այլևս ձեռնոցը նետված է։ Ժողովուրդ, դուք որոշեք, այս սահմանադրությունը բերել նշանակում է առհասարակ հրաժարվել Հայաստանի պատմական ժառանգությունից, առհասարակ մեղքը վերցնել մեր վրա, որ մենք որևէ իրավական հիմք չունեինք Արցախի հետ կապված որևէ հավակնություններ ունենային կամ նրա անվտանգության երաշխավոր լինեինք, նշանակում է այդ պատերազմը որևէ ձևով արդարացված չէր, այդ պատերազմը մենք ենք սկսել, մտել ենք Ադրբեջանի տարածք։ Այսինքն Ադրբեջանը այն որ մեզ ցանկանում է դատի տալ 150 միլիարդ փող ուզել, որ հետո էլ հերոսաբար հրաժարվի, բայց դրա դիմացությունիկն ուզի, բա այդքան փողը որտեղից տանք կամ էլ թե չէ ուրիշ բաներ, դրա մասին էլ մշտապես խոսել ենք, ուղղակի այսօր ընդգծված ձևով, հստակ ձևով Փաշինյանը այսօր առաջի անգամ հստակ ասեց, որ այո, անկախության հռչակագրի մասը պետքա դուրս գա, վերջ։ Այսինքն ես ժողովրդին ձեռնոց եմ նետում, դուք որոշեք, ընտրում եք Փաշինյանին, ուրեմն ամբողջ Արցախյան պատերազմի մեղքը վերցնում եք ձեր վրա, վերջ, այսինքն նշանակում է մենք օկուպանտ ենք, մենք ագրեսոր ենք, այդ երեխաները, որ գնացել են, կոտորվել են, նրանց երեխաներն էլ առանց հայր են մեծացել, այդ բոլորը ագրեսորներ են, գնացել են, սպանել են եւ դրա համար պետք է վճարեն Ադրբեջանին։ Ահա սա է։ Հիմա դե ժողովուրդ ջան, ընտրությունը ձերն է։ Ավելի պարզ էս մարդը ոնց բացատրի, որ մենք հասկանանք։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան,
Մենք այս փուլում առաջարկում ենք երկաթուղային կապը բացենք մասնավորապես հորադիս երազ գծի վրա։ Մենք հենց այսօր պատրաստ ենք գնալ այդ լուծումներին։ Դիտարկմանը Ադրբեջանն անընդհատ ասում է անխոչնդոտ ճանապարհ են ուզում։ Դա ինչ է իրենից ենթադրում։ Հարցը, որ լրագրողը տալիս է, Փաշինյանն ասել է։ Մենք ասում ենք մեր սկզբունքները եւ ասում ենք մեր սկզբունքների շրջանակում կգնանք պարզեցումների։ Ադրբեջանն ասում է, քանի որ Հայաստանը քանի որ լուծումներ չի տալիս ու առաջարկում, դրա համար Ադրբեջանը որոշում է կայացրել, որ պետք է օգտվեն Իրանի երկաթուղուց։ Սա նշանակում է, որ Իրանի երկաթուղին եւ պայմաններն իրենց համար ընդունելի են։ Մենք ասում ենք, պատրաստ ենք այն պայմաններով, որով Իրանով են անցնում, նույն պայմաններով ապահովենք Հայաստանի տարածքով, որի ցույց դնենք այն ընկալումը, որ մեր առաջարկած պայմաններն Ադրբեջանին կարող են ընդունելի չլիներ։ Իրականությանը չեն համապատասխանում։ Եթե նույն պայմանն ընդունելի է Իրանի տարածքով անցնելու համար, ինչու պետք է ընդունելի չլինի Հայաստանի տարածքով անցնելու համար, ասել է Փաշինյանը։ Երկու նկատառում է ուղղությամբ։ Առաջինը, կտրականապես մերժելի է ասել, ես իմ հարևանի հետ տարածքով իմ ինքնիշխան տարածքով քո բեռը անցնելու հարցը որոշում եմ այն ռեժիմով, որը անում է երրորդ երկիրը։ Քանի անգամ օրինակը պատկերավոր բերել եմ, որ հասկանանք, Ադրբեջանը Իրանի հետ շատ խնդիրներ ունի։ Եվ լավ, եւ վատ, եւ լարվածություն կա։ Հիմա Ադրբեջանը պլազդարմ ապահովում, որ Իրանին հարվածի Իսրայելի օգնությամբ, Ամերիկայի։ Դա կլինի թե չէ, դա չի հարցը։ Իրանը զգուշավոր է ամեն դեպքում, հոխորտում է տարբեր ուղղություններով, բայց զգուշավոր է։ Հիմա պատկերացրեք, Ադրբեջանը գնում է Իրանին, ասում է, լավ, մի հարցում է, ես քեզ կզիջեմ։ Ես խնդրում եմ մի հատ պայմանագիր ստորագրենք, որ այն բեռը, որը կանցնի քու տարածքով, ամեն կիլոմետրի համար դու ինձ կվճարես $1000, ամեն կիլոգրամի համար, եւ ամեն 100 մետրի համար կչոքես, կհամբուրես երկաթգծի ակները, գնացքի ակները։ Էսա պայմանը։ Տես պայմանագիր է կնքում։ Հայաստանը պետք է պայմանագիրը կատարի, որովհետև Ադրբեջանը համաձայնվել է Իրանի հետ ստորագրել։ Սա ինչ աբսուրդ է։ Քու տարածքով անցնելու ռեժիմը որոշում ես դու։ Կարող է դա նման լինի Իրանի ռեժիմին, կարող է բացարձակ նման չլինի։ Բայց ինչ է նշանակում, ես կառաջարկեմ այն պայմանը, ինչը կառաջարկի ինքը։ Կարող է ամեն մետրի վրա նո փող է տալիս, որովհետև իրան ձեռնտու է, որ իր տարածքով անցնի։ Դու էլ ես տալու, բայց դու ուզում ես տաս, որ փող աշխատես։ Բայց հիմա հարց է ծագում, սա մեկ, որ դա աբսուրդ է ուղղակի։ Եվ երկրորդ, Նիկոլ Փաշինյանը ինչով պարզ բան չի հասկանում, կայլակացել ուրիշ բաները հասկանում է։ Չի հասկանում, եթե ինքը նույն պայմանն է առաջարկում, ոնց որ Իրանը։ Հիմա պատկերացրեք, այս Նախճեվանն է, այս էլ Ադրբեջանի արևմտյան տարածքներն է, հիմնական տարածքը։ Ամենահարավային մասով որ իրար կպնեն, ուղիղ գիծը բնական է ավելի կարճ է, քան ասենք, եթե ինքը իջնի Իրանի տարածքով գնա։ Մի քանի կիլոմետր կերկար է եւ ժամանակի եւ տարածքի առումով։ Ադրբեջանը այսպես թե այնպես երկու կողմից ճանապարհը բերեմ հասցնում է այդտեղ, կամ ուղիղ կանցնի Հայաստանի տարածքով, կամ մի քիչ գիչացնի ներքև կգնա Իրանի տարածքով։ Հիմա այդ պարագայում, եթե Հայաստանը ասում է, թեպետ աբսուրդ է, բայց ասում է, այն ինչ պայման կտա Իրանը, ես տալիս եմ։ Նույն պայմանով։ Եվ դրա պատճառով Հայաստանը պետքա կառուցի այդ ճանապարհը, Նախճեվանը կպցնի Ադրբեջանի մայր տարածքին, Իրանի տարածքով լա չգիտենք, իրանք համատեղ կանեն փողով կդնի, այս պարագայում Հայաստանը պետք է սարքի այդ պարտավորությունն էլ ունե, ինչ է, իրանք բերեմ են հասցնում սահման, Հայաստանն է դա կառուցում։ Եվ այդ պարագայում, ինչի Ադրբեջանը չի համաձայնում, це զարմացած հարցնում է, նույն պայմանն ասում ենք ավելի կարճ ճանապարհով, ավելի քիչ ծախսով, Ադրբեջանը համաձայն չի։ Իսկ ինչի համաձայն չի, նա ուզում է այդ տարածքը վերցնի Իրան։ Եթե դու տարածքը կտաս Իրան, ինքը համաձայն է, եթե չէ Իրանի տարածքով կգնա, ինչի պետք է քեզ փող տա որ։ Նա այդ փողը կտա Իրանին, բայց քեզ չի տա։ Իր նպատակը չի, որ դու փող աշխատես։ Իր նպատակն է, որ այդ ճանապարհը օգտագործի նրա համար, որպեսզի այդ ճանապարհը ինքը վերցնի եւ իրականում ֆիզիկապես կպնի նրան։ Միայն այդ պայմանով է նա համաձայն։
Դրա համար է ուզում, որ այդ վերահսկողությունը լինի 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետով Ռուսաստանի վրա, որտեղ Ռուսաստանի վրա լինի, շատ հեշտ Ռուսաստանից այդ տարածքը ինքը կվերցնի։ Ռուսաստանը վերահսկողական նպատակներով բավական քիթ խոթեց այդտեղ, այնպես կանի, մենք լավ տեսել ենք Ռուսաստանը, որտեղ զոր կա ունենում, ինչ է անում։ Ինչքան ուզում է Հայաստանի իշխանություններն ասեն, ստուգումը դա չի նշանակում ֆիզիկապես կանգնել, սարքավորումներով կարող անեն, Հայաստանն ասում է պատրաստ եմ սարքավորումներով անեմ, սկաներները դնեմ, բեռը նայեմ, անխոչնդոտ անցնի, իսկի ժամանակ չկորցնի Ադրբեջանը դեմա, ինչի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը, որ այս ամեն ինչը պարզ ասում է, ու ասում է չեմ հասկանում ինչի, իրոք չի հասկանում, թե մենք կարող է մենք էլ չենք հասկանում, որ Ադրբեջանը համաձայն չի, ինչի պետք է Հայաստանին դարձնի տրանզիտ ճանապարհ, ինչի պետք է ինքը կոմունիկացիաները բացի եւ Հայաստանին նման հնարավորություն տա, Հայաստանին է փող տա, որն է իր ցանկությունը, ինչ շա ունի ինքը, այդ փողը կտա Իրանին կտա եւ ուրիշ տարբերակներով Իրանին կասի տես ես նախապատվություն եթե նույնիսկ ինքը ճանապարհը սարքի Իրանով Հայաստանը երբ որ այդ համաձայնությունը տա նա զուգահեռ ճանապարհը տանելու է Հայաստանով որտեղ Իրանի տարածքով այդ ճանապարհը ինքը չի կարող հետո վերցնի եւ ֆիզիկապես կպցնի Նախճեվանը իր մայր տարածքին Հայաստանի պարագայում նա այդ հույսը ունի բա դրա համար է Իրան ճղում որ անպայման փախստականները պետք է գան որտեղ շատ-շատերը մեղրիում էին ապրում նպատակային այնտեղ շատ երեխաներ էին ընում հերոսուի մայր էին ստանում խորհրդային միության ժամանակները պարբերաբար տպվում էր դրա մասին Այնպես որ եթե Նիկոլ Փաշինյանն ասում է չի հասկանում, լավ էլ հասկանում է, ուղղակի ինքը լաուզ ուսումնասիրի տեսնի մենք հասկանում ենք, թե չէ։ Ակնհայտորեն նրանց ցանկությունը տարածքը վերցնելն է, ոչ թե այդ տարածքով անցնելը, այլապես Նիկոլ Փաշինյանի գայթակղիչ առաջարկը Իրանի տարբերակով կհամաձայնվեր, խնդրեմը որն է։ Եվրամիության երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կայացած հանդիպումից հետո անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Քննարկման հիմնական թեմաներից մեկը եղել է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո հատկացնելու առաջարկը, որը Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը ներկայացրել էր Եվրամիության խորհրդին անցյալ ամիս։ Սակայն Ադրբեջանի նախագահի սերտ հարաբերություններով հայտնի Հունգարիան, օգտվելով վետոյի իրավունքից արդեն 6-րդ շաբաթն է արգելափակում է որոշումը։ Նույնիսկ եթե նախորդ անգամ ասեց, թե 10 միլիոնը կհամաձայնվի, եթե մեկ ուրիշ աղբյուրից մի 10 միլիոն էլ Ադրբեջանին տակ այդպես արեցին, այս անգամ դրան համաձայն չի։ Այսինքն իրան ոչ թե պետքա որ Ադրբեջանն էլ փող տան, գիտի Ադրբեջանը այդ փողին չի մնացել, այլ իրան պետքա որ Հայաստանին չտան, բայց հիմա հարց է ծագում։ Հարցը նաև այս 10 միլիոնն էլ չի, չնայած էլի փոքր թիվ չի, բայց այնուամենայնիվ սկզբունքն է հարցը։ Եվրամիությունը ցանկանում է Հայաստանին աջակցել, Եվրամիության անդամ որևէ պետություն կարողանում է արգելափակել, ու հիմա հարց է ծագում։ Այս նույն Հունգարիան Վիկտոր Օրբանը վարչապետ շատ լավ հարաբերություններ ունի Պուտինի հետ, իրան պատկերացնում է Պուտինի ենթական Եվրոպայում։ Իհարկե դե լավ հարաբերություններ եթե Պուտինի հետ ունի Ալիևի հետ էլ պետք է ունենա, դա բնական բան է, այդ պարզա ինքն էլ նաև գնաց թուրքական պետությունների համաժողովին մասնակցեց մի խոսքով։ Հիմա հարց է ծագում։ Նիկոլ Փաշինյանը, որ մեզ Եվրոպա չի տանում, այդ լավ գիտենք, այդ նորություն չի, բայց հարցը մենակ դա չի։ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ էսա գնալու է Ռուսաստան մայիսի 9-ին հաղթանակի շքերթին մասնակցի, ոնց որ թե ինքը լավ էլ Ռուսաստանի հետ համագործակցում է։ Բա Ռուսաստանի հետ համագործակցում է, Ռուսաստանից տուժում ենք, Եվրոպայից տուժում ենք։ Բայց Ռուսաստանի հետ լավ է, Օրբանը ինչա վետո դնում։ Այսինքն Պուտինի խաթրն ավելի քիչ է, քան Ալիևի։ Չէ, պարզապես ոչ ընդեղ ես։ Բայց սա է հարցը։ Այսինքն այսպես թե այնպես մենք տուժում ենք Ռուսաստանը մեզ զենք չի տալի, որովհետև իր բարեկամ Ալիևի դեմ դուրս չգանք եւ Եվրոպան մեզ փող չի տալիս, որովհետև Ռուսաստանը եւ Ալիևի բարեկամը վետո է դնում։ Բա մենք որտեղ ենք,
ֆորմատում մենք այնպիսի քաղաքականություն պետք է վարենք, որ մեր շահերը ինչ-որ ձևով արտահայտված լինի։ Դա էլ պետք է ուշադրության կենտրոնում պահել եւ լուրջ աշխատել իրանց հետ, թող իրանք ուղիներ գտնեն, ոնց են ճնշում, եթե իրանք ցանկանում են ճնշել Հունգարիայի վրա, լավ էլ ձևը գտնում են, նենց էլ անում են, նրա կարծիքը հաշվի էլ չառնեն, որոշում են ընդունում, որ վետո չգործի SSS որոշումների վրա։ Ինչպես տեսնում եք, ոնց որ այսքան շաբաթ իրանք կոտորում են, բայց տենց էլ այդ որոշման հարցը չլուծեցին։ Կամ այնպիսի աղբյուրից չտվեցին, որի վրա վետոն չտարածվեր։ ԱՄՆ կառավարության արդյունաբերության դեպարտամենտը դոգ է բանի Իլոն Մասկի ենթակայության տակ գործող հայտնում է Պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել տարբեր երկրներում, այդ թվում Հայաստանում օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը։ Պետքարտուղար Ռուբիոն շարունակում է վերանայել Պետդեպարտամենտի արտաքին օգնությունը։ Բացի հայաստանյան նախագծից կրճատվել են Պետդեպարտամենտի տարբեր ծրագրերի դրամաշնորհներ մի շարք երկրներում։ Հիմա նայենք, թե Հայաստանի հետ կապված մնացած երկրները իրենց գործով թող զբաղվեն, Հայաստանի հետ կապված ինչ է սա նշանակում։ Այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները տևական ժամանակ Հայաստանին փող է տվել, ես ճիշտ ասած հոդվածներով կամ ում տրվել չեմ տիրապետում մանրամասը, իսկ մի բանից որ չեմ հասկանում, չեմ խոսում։ Գուցե դրա մեջ իսկապես եղել է օգտակար ծրագրեր, նախագծեր, որը Հայաստանի համար իսկապես օգտակար գործ է արվել։ Բայց այն ինչ որ տրվել է անհատներին կամ կազմակերպություններին, որոնք գրել են, գրանտներ են ստացել ծրագրեր անելու, նույնիսկ եթե Հայաստան փողա մտել, այսինքն Հայաստանի գնողունակ պահանջարկն է մեծացրել, Հայաստանի համախառն ներքին արդյունքն է մեծացել, ի վերջո դրսից փող է եկել Հայաստան, միևնույնն է դա իր բացասական հետևանքը ունեցել է Հայաստանի վրա։ Ասեմ ինչի համար։ Կոնկրետ պատկերացրեք։ Մարդիկ են, որոնք դեռ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ժամանակվանից լավ էլ մարդկանց նստացել են, հատուկ գրանտային ծրագրերը գրել են եւ այդ փողերը ստացել են։ Իսկ այդ բյուրոկրատական համակարգը, որ գոյություն ունի, մենակ Ամերիկայինը չի, նաեւ եվրոպականն էլ է այդպես։ Բավական է մի հատ նորմալ ծրագիրը կատարեցիր, ընկար այդ սպիտակ ցուցակ, անընդհատ քեզ փողը կտան ու ավելի կավելացնեն, անընդհատ հաշվետվությունը գրեցիր, տվեցիր իրանց, փողերը ստացար, որտեղ իրանք ընդհանրապես ցանկություն չունեն խորանալ, տվել ես փողը ծախսերը կա, հաշվետվությունը կա, ամեն ինչ կա, հրաշալի ձևով ամեն ինչ նորմալ գնում է։ Ստացվում է այնպես, ժողովուրդ ջան։ Ես չեմ կարող նեղանալ, ասեմ, ինչի 20 տարի խոսում ենք Եվրոպայի ու Ամերիկայի մասին, ինչի ինչ չեք տվել, ուրիշներին եք տվել։ Ես չեմ էլ դիմել, որ ինձ տային։ Հո խոսքը իմ մասին չի։ Ես ընդհանրապես իմանալով այդ համակարգը, ընդհանրապես չեմ էլ դիմել, որտեղ մարդիկ պարզ ասել են, դու չես կարող ծրագիր անել եւ իրանց դիմել, իրանք քեզ օգնեն։ Դու պետք է իրանց ծրագիրը անես եւ շատ զգուշ այսպես ներկայացնես, այնպես այլապես իրանք չեն տա։ Իսկ ես այնքան թանկ եմ գնահատում իմ ազատ խոսքի իրավունքը, այնքան եմ տուժե դրա համար, որ ոչ մի գրանտով ես իմ խոսքը չեմ սահմանափակի։ Այնպես որ չեմ կարող նեղանալ, ասեմ, ինչ չեք տվել, ուրիշին եք տվել։ Բայց ես նեղանում եմ ուրիշ բանի համար։ Դուք ֆինանսավորել եք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թիմակիցներին, որոնք դրանով զորք են պահել, որոնք աշխատել են մեր դեմ։ Ինչու են աշխատել մեր դեմ։ Անպայման չի կոնկրետ հաստիական հարված են քեզ։ Դու չունես ավելի մեծ լսարան, որ քո խոսքը հասցնես, որ մեր երկրի ապագան սա պետք է լինի, մեր գաղափարը սա պետք է լինի, մեր ծրագիրը սա պետք է լինի, հազիվ ես կարողանում մի հատ YouTube-յան ալիք պահել, այն էլ ձեր օգնության շնորհիվ, որ դա չլինի, չի ելնի, եւ այդ պարագայում իրանք ստանում են միլիոններ Եվ որպեսի այդ մարդիկ են պահում, թիմ են պահում, որոնք Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի շահերն են սպասարկում։ Ծրագիրը ներկայացնում են լրիվ ուրիշ ձևի, գրում են լրիվ ուրիշ ձևի։ Ինչ եք ուզում ամերիկացիներ ջան, գրենք տանք ձեզ։ Բայց այդ զորքին պահում են, որը կատարում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հանձնարարությունները։ Արդյունքում նրանք այդ զորքը պահում են մեր դեմ, ժողովուրդ ջան։ Մեր ձայնը ավելի քիչ է լսելի լինում, որովհետեւ Այն հնարավորությունները սուղ, որ ունենք դրանով ենք վարվում, իսկ իրանք ստանալով փող պահել են մարդիկ, որոնք պայքարել են, որպեսզի մեր երկիրը մնա այն վիճակում, ոնց որ կա։ Այո, այդ ծրագրերի դադարեցումը, ինչքան էլ Հայաստան փողը քիչ կմտնի, դա օգտակար է, որտեղ այդ փողը պետք է մտնի, որը ծառայի Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին։ Արդյունքում զորք պահեն, թիմ պահեն Ամերիկայի փողով։
արևմտյան արժեքների դեմ մարդկանց բերանը փակելու համար զորք պահեն, թիմ պահեն, լրատվականներ պահեն, այդ ամեն ինչի համար, բա իհարկե մեզ դեմ է, բայց դեմ ելնելը ոնց է, այնպես որ այդ մասով ես ձեզ ասեմ, միայն օգտակար է այդ ծրագրերը դադարեցնելը, եթե մի հատ էլ բյուրոկրատական ծրագրերը վերանայեն նաև եվրոպացիները ու հասկանան, որ անհիշելի ժամանակներից իրանք սկսել են կոնկրետ նույն մարդկանց փող տալ եւ մի հատ չեն էլ նայեն թե այդ մարդիկ ում են ծառայում, ում դեմ են ծառայում կամ այդ զորքը ում դեմ են պահում, ես չեմ հասկանում իրանք ինչով են զբաղված։ Դրա համար մենք նաև խնդիրներ ենք ունենում այդ ուղղությամբ էլ։ Գուցե մի օր էլ իրանք խելքի գան։ Հիմա նայենք ինչ է կատարվում Ամերիկայում, Սպիտակ տան մամուլի հաղորդագրության մեջ ասվում է. ավելի քան 75 երկիր պատրաստակամություն է հայտնել բանակցել ԱՄՆ-ի հետ ամերիկյան կողմի սահմանած մաքսատուրքերի հարցով։ Այս ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի վարչակազմը կարող է մինչև 245% մաքսատուրք սահմանել Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա։ Առևտրային համաձայնագրերի շուրջ բանակցել ցանկացող երկրների համար առանձին ավելի բարձր մաքսատուրքերի սահմանումը կասեցվել է։ Բացառություն է կազմել Չինաստանը, որը պատասխան միջոցներ է ձեռնարկել ԱՄՆ մաքսատուրքերի դեմ։ Իր պատասխան գործողությունների հետևանքով Չինաստանն այժմ սպառնում է ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի մինչև 245% չափով, ընդգծել է Սպիտակ տունը։ Իսկ Reuters-ը հաղորդում է, որ Չինաստանի իշխանությունները հրամայել են դիվանագիտական արշավ սկսել խրախուսելու այլ երկրներին ընդդիմանալ ԱՄՆ մաքսատուրքերին։ Հիմա տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգները թիրախը համարում էր Չինաստանը, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները ունենալով ամենահզոր տնտեսությունը եւ ամենահզոր ռազմական պոտենցիալը, Ամերիկայի Միացյալ Նահանգները շեշտակիորեն գերազանցում էր Չինաստանին, բայց ինքը մտավ մի կռվի մեջ, որտեղ ինքը Չինաստանից ուժեղ չի։ Եթե ինքը համաշխարհային տնտեսության մեջ առաջի տեղն է զբաղեցնում, երկրորդ հորիզոնականն էլ Չինաստանն է։ Հիմա եթե Չինաստանին ցանկանում ես խաղից անել, Չինաստանը փորձում է ավելի շատ ինտեգրվել մյուսների հետ եւ այդ պարագայում լավ էլ իրանք փորձում են այնպես անել, որ այդ հակաքայլերի ինչի Չինաստանը չվախեցավ եւ հակաքայլերը ճիշտ են չափի արեց, ինչ չափի Ամերիկան։ Բա Ամերիկային թվում էր, թե բավական է ինքը հայտարարի, տեսեք ինչա ալնելու։ Բա մեկը չկար կողքից ասել, իսկ դու հաստատ գիտես, որ Չինաստանի հետ նույն մարտի մեջ մտնելու դեպքում, պատերազմի մեջ մտնելու դու հաղթող ես դուրս գալու։ Կարող է Չինաստանն էլ տուժի, բայց դու ավելի շատ տուժես։ Ինչի համար ես անում մի բան։ Բայց 4 տարի երկրի նախագահ ես եղել, մեկը չի եկել կողքից ասի, դու ես ինչ ես անում։ Ոնց ես դու հաշվարկել այս փոխկապակցված աշխարհում այդ մաքսատուրքերի պատերազմը, որը որ մտնես, կարծել ես, որ նրանք քեզ պարտքեն, բոլորը պարտքեն, մեկ էլ օրը մի հատ մաքսատուրք վերանայում ես։ Այսօր մտցնում, վաղը հանում, մյուս օրը մտցնում, մյուս օրը վերանայում։ Եվ այսօր էլ մնացել է Չինաստանը։ Դու բարձրացնում ես, ինքը բարձրացնում, այլ ինքը չի վախենում քեզանից։ Բա հարց է ծագում, ինչի չի վախենում։ Բա մեկը կողքից չկար ասել մի հատ քու տնտեսության վիճակը նայի եւ Չինաստանի մի հատ գնահատի իմանաս, որ դրանից Չինաստանը որ չի վախենում, ուրեմն սկսես դու վախենալ, բա ինչի չի վախենում։ Իսկ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը հայտարարել է. Չինաստանին անհրաժեշտ է Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարք կնքել, եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը հստակ ասել է, որ բաց է դրա համար։ Գնդակը Չինաստանի դաշտում է, Պեկինը պետք է ԱՄՆ-ի հետ գործարք կնքի։ Մենք այդ քայլին դիմելու կարիք չունենք։ Չինաստանի եւ որևէ այլ երկրի միջև տարբերություն չկա, բացի նրանից, որ նրանք ավելի մեծ են։ Չինաստանն ուզում է այն, ինչ մենք ունենք, այսինքն նրանք ուզում են մեր փողերը, ասել է Լևիթը ճեպազրույցում։ Իհարկե, այսպես ճոռում խոսալու ժամանակ պետք է կողքից մեկը գա ասի, որ երբ որ ասպես Չինաստանը ուզում է քու փողերը, արտաքին պարտքի առաջի հորիզոնականը Ճապոնիան է, երկրորդը Չինաստանը։ Մի հատ այդ մարդկանց փողերը տվեք, նոր կանգնեք դրա մասին խոսացեք, հա։ Այս սա դրան է վերաբերվում, որ դրա վրա էր ձեր ամեն ինչը կառուցած, որ Չինաստանը ձեզանից տուժելու է պրոբլեմա ունենալը, բայց իրականում կյանքը ցույց կտա, որ դա այդպես չի։
Եվ կարծում եմ, որ եթե արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները դրանից հետ քաշվի, դա արդեն խնդիր է առաջացնելու, ինչի է խնդիր առաջացնելու, որովհետև այդ պարագայում արդեն հասկանալու են, որ ինքը թույլ էր, ինքը զիջեց, ինքը չէր տիրապետում համաշխարհային տնտեսության հետ կապված այն քայլերը, որի պարագայում Չինաստանը կտուժի, թե ինքը։ Դրանների կանդրադառնանք, որտեղ դրանք հարցերը դա ամենօրյա անդրադառնալու խնդիր է։ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը պաշտոնից հեռանալուց հետո առաջին անգամ քննադատել է նախագահ Դոնալդ Տրամփի վարած քաղաքականությունը։ Բայդենը սոցիալական ապահովության վարչության նկատմամբ Տրամփի վարչակազմի գործողությունները կործանարար է որակել։ Տեսեք, թե ինչ է տեղի ունեցել հիմա։ 100 օրվա ընթացքում այս նոր վարչակազմն այնքան շատ վնաս է հասցրել եւ այնքան բան է ավերել։ Ուղղակի շունչդ կտրվում է, որ դա կարող է տեղի ունենալ այդքան շուտ, ասել է նախկին նախագահը։ Փետրվարին Իլոն Մասկը ԱՄՆ սոցիալական ապահովության համակարգն անվանել էր պատմության մեջ ամենամեծ խարդախությունը։ Մասկը այսպես է մեկնաբանել այն տեղեկությունը, թե սոցիալական նպաստ ստացող ամերիկացիների թիվը գերազանցում է բնակչությանը։ Կարող է իհարկե այդ հարցերում թերություն կա, կարող է շատ թերություն կա, բայց այնց ամպագորգոր ճոռում խոսալու արդյունքում իսկապես ապացուցել եք, որ սոցիալական նպաստ ստացողների քանակը ավելի շատ է, քան Ամերիկայի բնակչության։ Ախր դուք կոնկրետ մարդ եք, կառավարության բարեփոխման դեպարտամենտ եք, դուք ձեր ասած խոսքը ճշգրիտ պետք է լինի, գեղարվեստական նկարագրությամբ չի լինելու, լավ բարդ է այդքան հասկանալ։ Հիմա այսօրվա դրությամբ այն մարդկանց, որոնք այդ սոցիալական նպաստների հետ կապված ինչ խորհուրդներ տվեցիք, որ գնացին ձեզ ընտրեցին, հիմա ինչ եք անում։ Բա կյանք ուզում եք բարելավեք, խնայողություններ եք ուզում անեք, մաքսատուրքերի միջոցով փող եք հավաքում, որ արդյունքում ինչ անեիք, այդ մարդկանց վիճակը բարելավեիք, բարելավում եք հիմա։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Օդեսայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է. ցանկացած ժամանակավոր օկուպացված տարածքների ռուսական ճանաչումը կարմիր գիծ է Ուկրաինայի համար։ Նման հարցերը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը քննարկում է իր իրավասություններից դուրս։ Այսինքն, երբ որ Սթիվ Ուիթքոֆը կանգնում ասում է, կարող է գնանք համաձայնության, այս տարածքները մի հատ զոնա համարենք, որ այսքանը դե Ռուսաստանին, այսքանը Ուկրաինային, Զելենսկին ասում է, որ դա քո իրավասություններից դուրս է։ Մենք չենք քննարկելու մեր տարածքից հրաժարվելու հարց, չի լինելու դա։ Զինադադար չի նշանակում տարածքից հրաժարվել։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է. Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին անշրջելի գործընթաց է, սակայն պետք չէ այն կապել ռուս-ուկրաինական պատերազմում հնարավոր խաղաղության համաձայնագրի հետ։ Գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին մնում է դաշինքի օրակարգում, չնայած բոլոր քննարկումներին։ Այո, բացարձակապես։ Այսպիսին էր Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքը Ուկրաինայի ուղին դեպի ՆԱՏՕ անշրջելի է եւ ոչինչ չի փոխվել։ Պատասխանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի այն խոսքերին, թե ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը փակված է, Ռյուտեն կրկնել է Ուկրաինայի ուղին անշրջելի է։ Ռյուտեն առաջին անգամ չէ, որ ընդգծել է, որ Ուկրաինայում խաղաղության հասնելու բանակցությունները պետք չէ կապել դաշինքին նրա անդամակցության հետ։ Երբ մենք ասում էինք, որ Ուկրաինան մի օր կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մենք չէինք խոստանում, որ դա կլինի խաղաղության համաձայնագրի մի մասը, ընդգծել է Ռյուտեն։ Իհարկե, այստեղ երկու խնդիր կա, որտեղից է գալիս իր այդ վստահությունը։ Առաջին, եթե Ամերիկան հրաժարվի ՆԱՏՕ-ից, այսինքն Եվրոպայի անվտանգությունից, տրամաբանությունը ընդհանրապես վերանում է ՆԱՏՕ ունենալու, որտեղ դա ստեղծվել է Եվրոպայի անվտանգության համար։ Այդ դեպքում անվտանգության համակարգ կարելի է մտածել եվրոպական ՆԱՏՕ պայմանականորեն ասած, որի մեջ իհարկե կարող են ներգրավված լինել նաև, ասենք, Կանադայի նման երկիրը, որը որ ՆԱՏՕ-ի անդամ է, բայց եվրոպական երկիր չի։ Բայց խնդիրը ստե ուրիշ է։ Այսինքն, եթե Ամերիկան ձեռա քաշում եվրոպական անվտանգությունը ալնում, էլ ՆԱՏՕ-ն դառնում է ոչ էական, որովհետև այլ համակարգին պետք է անդամակցի Ուկրաինան։ Եթե Ամերիկան ՆԱՏՕ-ի ձեռք չի քաշում, իսկ ամենայն հավանականությամբ ձեռք չի քաշի եւ աբսուրդ է, որ ձեռք քաշի, այդ պարագայում ուզի ինքը պետք է վերադառնա այն ծրագրին, որ Ուկրաինան պետք է լինի ՆԱՏՕ-ի անդամ, որտեղ ամենամարտունակ բանակն ունի Եվրոպայի եւ այդքան զենք ունի, այդքան է զենքի արտադրություն ունի եւ այդ մարտի դաշտում են փորձել իրաց կամային հատկանիշները։ Աբսուրդ է, որ նա լինելով
Ռուսաստանի հարևան, դու նրան չներգրավես ՆԱՏՕ-ի մեջ եւ բերես սահմանը դրանով փակես։ Եվ դրա համար երկու պարագայում է Ռուտեի ասածը ճիշտ է, կամ դա կլինի եվրոպական անվտանգություն, այլևս ակտուալ չի լինի ՆԱՏՕ-ն, այդտեղ խնդիր չկա, Ուկրաինան անմիջապես կներգրավվի դրա մեջ, կամ եթե Ամերիկան կվերադառնա նախկին ծրագրերին, բնական է Ուկրաինան լինելու է ՆԱՏՕ-ի անդամ, որտեղ դա որոշված բան է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ դաշինքի բոլոր անդամներն աջակցում են Դոնալդ Տրամփին Ուկրաինայում խաղաղության հասնելու նրա ձգտումներում, թեև դա հեշտ չէ, հաշվի առնելով Ռուսաստանի հանդեպ նման սարսափելի բռնության գործողություններից հետո, գրել է Ռյուտեն։ Այսինքն խնդրեմ, անենք ամեն ինչ, որպեսզի Ամերիկային օգնենք խաղաղության գնալ, բայց Ուկրաինայի շահերը ոտնահարելու հաշվին չի լինելու։ Իսկ հիմա մենք նայենք ԱՄՆ-ը մեկ ուրիշ տեղ, որ իրավիճակը խառնել է ու տակից դուրս գալու հարցերը չի էլ ստացվում։ ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրել է Սիրիայի զորքերի փուլային դուրսբերումը սկսելու մտադրության մասին 2 ամսվա ընթացքում։ Իսրայելը նախազգուշացնում է հետևանքների մասին եւ փորձում է կանխել այդ քայլը այն մտավախությունների ֆոնին, որ Թուրքիան Սիրիայում ավելի շատ ռազմավարական ակտիվներ կգրավի, սակայն Վաշինգտոնը հասկացրել է, որ չի պատրաստվում փոխել ծրագրերը։ Այնուամենայնիվ իսրայելցի ռազմական պաշտոնյաները չեն հանձնվում եւ շարունակում են ճնշում գործադրել ԱՄՆ վարչակազմի վրա, որպեսզի նա վերանայի իր որոշումը։ Այստեղ պետք է ուշադրություն դարձնել, որ անհնարին է, որ Թուրքիայի եւ Իսրայելի շահերը չբախվեն, երբ որ Թուրքիան էլ հույսեր ունի, որ այս շատ լավ է, Տրամպը լավ հարաբերություն ունեն, մաքսիմալը պոկի Տրամպից, ոնց որ ինքը հաճույքով ստացավ Սիրիան։ Իսրայելն էլ հույսեր ունի, որովհետև Տրամպը շատ ավելի ակտիվ ու ջերմեռանդ է պաշտպանում Իսրայելին, բայց բախումը անխուսափելի է, որովհետև Թուրքիան ցանկանում է Իսրայելը ստանա, Սիրիան ստանա ամբողջությամբ, իսկ Իսրայելը դեռ Գոլանի բարձունքները 67 թվականին է վերցրել, հիմա էլ դիրքերից առաջ է եկել, նա էլ չի ցանկանում այդ դիրքերը հանձնել։ Այսինքն այստեղ բախումը անխուսափելի է եւ պատահական չի եւ չի կարողանալու այդ միջնորդի ֆունկցիան կատարի Դոնալդ Տրամպը։ Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը այդ ուղղությամբ նաեւ հայտարարել է. Սիրիայի հարցում Թուրքիայի համբերությունը փորձարկելու փոխարեն մենք պետք է գործենք որպես պետություն, ոչ թե կազմակերպություն, ով կփորձի խոչընդոտել Սիրիայում ամուր խաղաղության եւ կայունության հաստատմանը, ես անկեղծորեն ասում եմ, նա կբախվի ոչ միայն սիրիական կառավարության, այլ նաեւ մեզ հետ, նշել է Էրդողանը։ Այսինքն սա խոսում է նրա մասին, որ այս հարցում զիջումներ չի լինելու, ուրեմն բախում լինելու է։ Իսկ այդ հարցում եթե կա շահերի բախում Սիրիայում, թեպետ Սիրիան մեզ համար բարեկամ երկիր էր, որևէ խնդիր չունեինք, նույնիսկ եթե դա Ասադի կառավարությունն էր, որի հետ կապված այն կառավարությունը չէր պարզա, բայց ամեն դեպքում հայկական համայնքը խնդիրներ չուներ, յոլա են գնում իրենց համար։ Բայց հիմա Սիրիան ամբողջությամբ անցնելով Թուրքիայի վերահսկողության տակ, ինչքան էլ իրանք հավաստիացումներ անել, որ հայ ժողովուրդը այնտեղ խնդրեմ չի ունենալ, ընդհանրապես փոքրամասնությունները չեն նա եւ այլ, բայց դա ամբողջությամբ Թուրքիայի տիրապետության տակ է անցել։ Եվ ինչպես տեսնում եք, Թուրքիան հստակ իր շահերը ներկայացնում է, որ իմացեք, այսպես է լինելու, զիջումներ չի լինելու։ Դե հիմա այդ հարցում պետք է ամերիկան կողմնորոշվի, երկուսից որի հետ է։ Դա է հարցը, որ մի բան էլ արագ հասցնեմ կարդամ, Իրանի արտգործնախարար Սեյիդ Աբբաս Արաղչին ասել է, Իրանի վերաճնշման գործադրումը չի աշխատի։ Իրանում ուրանի հարստացման իրավունքն իրականություն է, եւ չնայած արևմտյան երկրներում դրա մակարդակի վերաբերյալ պոտենցիալ մտահոգություններին, ուրանի հարստացման հարցը քննարկման ենթակա չէ։ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում մենք կկարողանանք բանակցություններ սկսել հնարավոր գործարքի շուրջ, եթե ամերիկացիները կառուցողական դիրքորոշում ընդունեն։ Իրանի ուրանի հարստացման հարցը իրական է եւ մենք պատրաստ ենք աշխատել վստահության ամրապնդման վրա, չնայած որոշ մտահոգություններին, բայց ոչ հարստացման հարցի շուրջ, ասել է Արաղչին։ Ստեղ էլ մենք ուշադրություն դարձնենք, որ Ամերիկան խնդիր ունի, անընդհատ վախեցնում է Իրանին, Իրանը չի վախենում, եթե ինքը Իրանին հարված է, դա լուրջ խնդիր է, Իսրայելը մի հատ էստեղ է խառնվելու էր, մի հատ այնտեղ Թուրքիայի հետ, մի հատ ստեղ Իրանի հետ, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները իր միջնորդական ֆունկցիան չի կարողանում կատարի։ Այնուամենայնիվ մեր շահերից է բխում, որ Թուրքիան եւ Իսրայելը ունենան այո լարվածություն, եւ մեր շահերից է բխում, որ Իրանը Ամերիկայի հետ կապված չունենա լարվածություն։ Հիմա դրա համար մենք ամեն օր դրան ուշադրության կենտրոնում կպահենք եւ կխոսենք դրա մասին։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։